Երևի այս պայթունի ժամանակ զոհվածների մամաները քայլող դիակ են։ Որդիների, ամուսինների, եղբայրների կորստի հետ չհաշտվող այս կանայք ամեն օր բախվում են փակ դռների։ Ստեփանակերտի բենզինի պահեստի զոհերի հարազատները 2 տարի է պայքարում են սոցիալական կարգավիճակ ստանալու համար։ Մեր թե բանավոր հանդիպման ժամանակ եւ թե գրավոր գրություններ, որ ուղարկել ենք, ոչ մի հուսադրող պատասխան չենք ստացել։ Հիմնականում պատասխանում են, որ գործող օրենքներում չկա նման կետ, որով, ասենք, պայթյունի հետևանքով զոհված եւ անհետ կորածները կարողանան կարգավիճակ ստանան։ Հայաստանի վարչապետին, խորհրդարանի նախագահին, պաշտպանության, ներքին գործերի սոցապ նախարարներին են դիմել։ Հուսադրող ոչ մի պատասխան չեն լսել արցախցիները, որոնք հիշեցնում են ռազմական դրություններ Արցախում 2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ 219 մարդ զոհվեց, 22-ը դեռ անհետ կորած են համարվում։ Պայթյունի ժամանակ զոհվել է եւ իմ տղան եւ աղբորս տղան, 17 տարեկան տղաս 20։ Եթե կարգավիճակը տան, գոնե մեր երեխեքը պատմության մեջ կմտնեն։ Ստեփանակերտի բենզինի պահեստում զոհվածների հարազատները ոչ մի արտոնություն չունեն հիվանդանոցներում, բուհերում, ամենակարևորը չեն կարողանում որևէ ծրագրով տան հարց լուծել։ Առանց այդ օգնության, առանց այդ կարգավիճակի, որ կտան նաև լիքը արտոնությունների հետ ընտանիքներին, ուղղակի հնարավոր չէ Հայաստանում ապրել։ Պետք է արտագաղթի ճամփա բռնենք։ Ինչքան էլ որ մահվան վկայականը տանում ենք, որ ասում ենք պապա չունի 3 բալիկների մայր եմ, մեկը ասում է մեզ պետքա զոհվածի փաստաթուղթը, կրթության ասպարեզում, բժշկության ասպարեզում, ամեն տեղ։ Հայրենակիցների խնդիրը հոկտեմբերի վերջին խորհրդարանում բարձրաձայնել էր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Սոցապ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, թե պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատուկ սոցիալական կարգավիճակ տալու հարցը քննարկման փուլում է, սակայն լուծման հստակ ժամկետներ դեռ չկան։ Գայանե Մովսիսյան, Տիգրան Գասպարյան, Էլենի Ահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։